Մարդիկ իրենց քվեարկությամբ ձևավորում են այն համակարգը, որտեղ պետք է ապրեն։ Այս նոր իրականությունը արմատապես փոխում է իշխանության ձևավորումը, որոշումների կայացման գործընթացը և քաղաքականության էությունը։ Ժողովուրդն այլևս պասիվ դիտորդ չէ, այլ իր ճակատագրի ճարտարապետ է։ Ինչպես է դա աշխատում։ Քվեարկություն բոլոր հարցերի շուրջ։ Ժողովուրդը որոշում է, որոնք են առաջնահերթ խնդիրները, ինչպես բաշխվի բյուջեն, ինչ հարկային համակարգ կիրառվի, ինչ կարգով ընդունվեն օրենքները և այլն։ Համակարգ, որը չի սպասում քաղաքական ընտրություններին, անհրաժեշտ չէ սպասել 4-5 տարի, որ ինչ-որ մեկին ընտրեն և հույս ունենան, որ նա կկատարի իր խոստումները։ Մարդիկ ամեն օր կարող են որոշումներ կայացնել անմիջական մասնակցությամբ։ Մասնակցություն բոլորին։ Այլևս չկա հատուկ դաս կամ արտոնյալ խումբ։ Ամեն մարդ մի ձայն, մեկ ազդեցության սկզբունքով մասնակցում է պետական կառավարմանը։ Պետական ապարատն աշխատում է ժողովրդի վերահսկողության տակ։ Ոչ թե քաղաքական էլիտաներն են որոշում ինչ պետք է անել, այլ ժողովուրդը իր քվեարկությունների միջոցով։ Պետական կառույցները գործում են ոչ թե ինքնուրույն, այլ ժողովրդի կողմից ձևավորված մեխանիզմների միջոցով։ Ինչու է սա կարևոր։ Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ամենահզոր գործիքն է։ Պետական կառավարման արդյունավետությունը աճում է, քանի որ որոշումները հենվում են ոչ թե վերևից եկող հրամանների, այլ ժողովրդների կարիքների վրա։ Կոռուպցիայի հնարավորությունները վերանում են, քանի որ որոշումների ընդունումը դառնում է թափանցիկ և վերահսկելի։ Մարդիկ դադարում են բողոքողներ լինել և դառնում են ստեղծողներ։ Արդյունքը այս համակարգում ամեն քաղաքացի ստանձնում է իր ապագայի պատասխանատվությունը։ Մարդիկ այլևս չեն սպասում, որ ինչ-որ մեկը կփրկի իրենց, այլ իրենք են ստեղծում այն աշխարհը, որտեղ կուզեն ապրել։ Վիրտուալ խորհրդարանը ոչ թե պարզապես գաղափար է, այլ մեխանիզմ, որն արդեն գործում է, և քանի որ դա կառուցված է ժողովրդի կամքի վրա, այն կանգնեցնելն անհնարին է։